Ողջույն։ Իհարկե չդադարելով եկեղեցու դեմ արշավը, Հայաստանի կառավարության ղեկավարը այսօր զուգահեռ մեկ այլ արշավ էր սկսել արդեն ժողովրդի դեմ։ Սկսելը չնայած տեղին ձևակերպում չէ, որովհետև այդ արշավը ժողովրդի դեմ վաղուց է սկսված։ Խորհրդարանում բյուջեի կատարողականը նա ներկայացրեց այնպիսի դեմագոգիայով, որ նրան կնախանձեին անգամ հին հռոմեական ամենահայտնի դեմագոգները։ Ժողովրդի մուծած ու փոշիացվող հարկերը նա ներկայացրեց որպես կատարյալ երջանկության բանաձև ու մտավ բառախաղի մեջ, որը հակասությունների շղթա էր։ Ասում է՝ կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է, պետական բյուջեն անգամով մեծացել է 2018 թվականից ի վեր։ Ինչի շնորհիվ հարկերի, այսինքն հարկ իսկապես կա, իսկ կա բարեկեցություն։ Հայաստանում պաշտոնապես աղքատ է յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին, ոչ պաշտոնապես յուրաքանչյուր 2-րդ քաղաքացին, այսինքն կա հարկ, չկա բարեկեցություն։ Շարունակում է՝ կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն։ Երեկ էլ, այսօր էլ, 2 օր առաջ էլ, մի ամիս առաջ էլ սահմանամերձ բնակավայրերից ահազանգում են թշնամու կրակոցների մասին։ Հայաստանից չկա ոչ միայն համարժեք արձագանք, այլև արձագանք հայտարարությունների, մեղադրանքների մակարդակով։ Գենշտաբի պետն այսօր խոսում է, ասում է, մենք չենք սադրվում, ինչքան էլ փորձեն, մարդկանց տները վնասվում են թշնամու կրակոցից, նույն գեներալն ասում է, ինչ եք ասում, թիրախային չեն կրակոցները։ Մամուլը գրել էր, որ հարկատուներից մեկը տեղ համայնքի տարածքում հեռվից ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։ Նրան եւ եւս 2 հոգու ձերբակալել է ոստիկանությունը։ Քրեական գործ է հարուցել։ Կրկնում եմ, թշնամու ուղղությամբ ընդամենը զենք պահելու համար։ Տեղ գյուղում, որտեղ թշնամին առանց կրակոցի իր դիրքերը առաջ է տվել։ Հիմա անվտանգություն կա։ 1991 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի տարածքի 200 քառակուսի կիլոմետրը օկուպացրել է թշնամին, բայց 91 թվականից ի վեր ամենաշատ հարկերն են մեր պետության մեջ հավաքվում։ Այո, հարկ կա, բայց կա անվտանգություն։ Ոչ։ Ասում է կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն։ Հայաստանի Հանրապետության հարկատուն վճարում է հարկերը բարեխղճորեն, իսկ երբ խնդիր է ունենում ու գնում պոլիկլինիկա, ասում են դու չես կարող ստանալ անվճար բուժսպասարկում, որովհետև վերջացել է պետպատվերը։ Հայաստանում քանի հազար հիվանդ է բուժում ստանում տանը, որովհետև չունի հիվանդանոցի փող։ Քանի մարդ է տառապում ցավերից, քանի որ չունի դեղի փող։ Հունվարի 1-ից պետք է բժշկական համընդհանուր ապահովագրություն ունենայինք, այսօր հունիս ամիսն է, այդ համակարգը չկա։ Այո, հարկ կա, բայց կա առողջություն։ Ասում է կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ։ Հայաստանում հարկերը շատացել են աննախադեպ թվով, նոր հարկեր են ի հայտ եկել, հավաքում են, իրենք տենդեր են հայտարարում, շահում ու ճանապարհ սարքում։ Կարող եք ասել մի մետր ասֆալտի հասցե, որ 2020 թվականին փռվել է ու մինչև հիմա չի նորոգվել։ 5 տարի որ դիմացել է։ Տպավորություն է, թե աշխարհի ամենաանորակ ասֆալտը հենց Հայաստանում է արվում։ Կա հարկ, կա հարկատուի միջոցներով աշխատավարձ ստացող ասֆալտի նախարար, որը այսօր ճեպազույց էր տալիս ոչ թե ասֆալտի մասին, այլ կուսակրոնության։ Կա հարկ, կա ասֆալտի նախարար, որը ըստ մամուլի Նիկոլի Սանիկն է, կա մեկ այլ ասֆալտի նախարար, որը դղյակ է կառուցում։ Ասում է կա հարկ, կա սոցիալական ապահովություն, չկա հարկ, չկա սոցիալական ապահովություն։ Այսօր Հայաստանում աղքատությունը նույն մակարդակի վրա է, ինչ 2018-ին, բայց 2018-ին աղքատության նպաստ էր ստանում 100,000-ից ավելի քաղաքացի, այսօր 60,000։ Պաշտոնապես աղքատ է մեր երկրում 700,000-ից ավելի մարդ, ոչ պաշտոնապես դրա կրկնակին, բայց աղքատության նպաստ ստանում է մոտ 60,000-ը։ Դուք փոխել եք սոցիալական ապահովության համակարգը ու մարդկանց զրկել նպաստից, ապրուստի հնարավորությունից։ Այո, կա հարկ, այն էլ ինչքան, բայց կա սոցիալական ապահովություն։ Ոչ։ Ասում է կա հարկ, կա անտառ, չկա հարկ, չկա անտառ։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստացել էր տնկել, գիտեք ինչքան ծառ, 10 միլիոն հատ։ Այդ ծրագիրը ձախողվել է 100%-ով։ 2024 թվականին նախատեսել էին տնկել 1000 հեկտար անտառ, տնկել է 330 հեկտար անտառ,
հարկ էլ կա, 1,5 միլիոն աշխատավարձ ստացող նախարար էլ կա, բայց կա անտառ, ոչ։ Ասում է կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ, չկա մաքուր օդ։ 2024 թվականին աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող քաղաքը համարվել է Հնդկաստանի մայրաքաղաքը։ Ինչ եք կարծում, այս տարի որը կճանաչվի։ Երևանը Փաշինյանի ու Ավինյանի օրոք այնպիսի քաղաք է դարձել, որի բնակիչը քիչ է մնում հակագազով ման գա։ Տեղացած անձրևը ոչ թե մաքրում է, այլ ցեխ է դարձնում։ Օդի աղտոտվածության մակարդակը նորմայից 6 անգամ ավել է։ Այո, կա հարկ, բայց կա մաքուր օդ։ Իսկ ինչու այս ամենը իրականում չկա։ Կա հարկ, կամ պարտքեր ու չգիտենք դրանք ուր են գնում։ Այսօր կարդում եմ նախկին բարձրաստիճան պաշտոնյան չարաշահել է լիազորությունները, պետբյուջեից անհարկի հատկացվել է 360 միլիոն դրամ։ Քրեական գործ են հարուցել։ 360 միլիոն դրամը 1 միլիոն դոլարից մի քիչ պակաս է։ Իսկ ուր է քրեական գործը 6 միլիոն դոլար հատկացված չկայացած համերգի մասին։ Կա հարկ, Նիկոլ ջան, չկա համերգ, կա խապված հարկատու։ 6 միլիոն դոլարից ավելի փոշիացրել եք։ 60 միլիոն դոլար անիվով եք փոշիացրել, կա քրեական գործ, ուր են մեղադրյալները։ Կա խապված հարկատու, 60 միլիոն դոլարից ավելի փոշիացված գումար։ Հարցնում են թոշակն ինչու չես բարձրացնում, պատասխանում է, որովհետև թոշակառուների թիվը շատ է, ավելի հեշտ է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեմ։ Ու ինչ որ օդից հաշվարկ է անում, եթե պետական ամբողջ ապարատը աշխատավարձ չստանա 1 ամիս, թոշակը կբարձրանա ընդամենը 1400 դրամով։ Նախ հաշվարկում են, որ դա սուտ է։ Եթե պետական ապարատը 1 ամիս աշխատավարձ չստանա, թոշակը կավելանա ոչ թե 1400 դրամով, այլ 111 հազարով։ Հարգելի թոշակառու, մեր պետության համար որն է ավելի օգտակար, որ դու ստանաս արժանապատիվ թոշակ, թե Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը աստղաբաշխական աշխատավարձ, կամ անհասկանալի աշխատանք կատարող Վահագն Խաչատուրյանը, կամ Սիմոնյան Ալենն ու այլ քպական պաշտոնյաներ։ Քո թոշակը մի քանի տարի է չի բարձրանում, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է իր ու պաշտոն ունեցող մյուս քպականների աշխատավարձը։ Հիշեցնեմ, երբ Փաշինյանը աշխատում էր ընդդիմադիր падգամավոր վճարի դիմաց ու խորհրդարան էին բերել պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու նախագիծ, աղի արտասուք էր թափում խորհրդարանի ամբիոնից։ Ասում էր. ես իմ ուսուցչին ինչ պատասխան տամ, որը ցածր աշխատավարձ է ստանում, ու ես բարձրացնում եմ իմ աշխատավարձը։ Կոպեկները հաշվող թոշակառուին ինչ պատասխան տամ։ Հիմա տալիս է պատասխանը։ Ժողովուրդ ջան, քո երջանկությունը, ասում է, քո աշխատավարձի թոշակի մեջ չէ, քո երջանկությունը կառավարության ծախսերի մեջ է, ալենենց ճոխ գործուղումների մեջ է, քո հաշվին իրենց գնաց տների ու դղյակների մեջ է։ Քո աշխատավարձն ու թոշակը չի բարձրանում, ամեն ինչ 2018 թվականի համեմատությամբ կրկնակի եւ ավել թանկացել է, բայց հայտարարում է, որ դու հիմա 50%-ով ավելի լավ ես ապրում, քան 18-ին։ Ուղղակի դու դեռ այդ մասին չգիտես, երևի չես էլ իմանա։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որ ավելի լավ են սկսել ապրել, հատկապես քպական պաշտոնյաները, ոչ թե 50%-ով, այլ մի քանի 100%-ով։ Խոսքը Նիկոլի մասին չէ, նա միշտ է լավ ապրել։ Երրորդ նախագահի ընտանիքից կլորիկ գումար էր ստանում օդում կախված տեղեկությունների համաձայն ոչ միայն նրանից։ Այո, կային քպականներ, որ 2018-ի հայտարարագրերում նշել էին 0 դրամ, իսկ հիմա միլիոններ։ Հա, կան դդումներ, որոնք վերածվել են կարգի, կան մոխրոտիկներ, որոնք դարձել են թագուհի, հուսամ ժամանակավոր։ Բայց դա բնավ չի նշանակում, թե բոլորը լավ են ապրում։ Ընդ որում, համ ասում է լավ են ապրում, համ ասում է վատ են ապրում ու շեշտում է, որովհետև չունեն կրթություն։ Առաջ հիշեցնեմ, ասում էր, որովհետև թալանում են, չէր ասում, որտև չունեն կրթություն։ Ըստ Նիկոլի բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների 80-90%-ը ունի մրցունակ կրթություն։ Իսկ ցածր աշխատավարձ հիմնականում ստանում են նրանք, ովքեր չունեն մրցունակ կրթություն։ Մի պարզ վարժություն արեք։ Բացեք նախարարների, մարզպետների, падգամավորների ցանկը։ Համարյա բոլորը ավարտել են ձեզ հետ նույն համալսարանները։ Էլ չեմ ասում, որ որոշները Նիկոլից սկսած մի քանի քպական падգամավորներով ավարտված կրթվելը ավարտել են հենց դպրոցում, բարձրագույն կրթություն անգամ չունեն, բայց այսօր ստանում են բարձր ու խիստ բարձր աշխատավարձ։ Այդ մրցունակությունը այնպես որ չի վերաբերում կրթությանը, գուցե վերաբերում է գծնելուն, գուցե վերաբերում է պետության ու ժողովրդի շահերը դավաճանելուն։ Այո, այդտեղ հաստատ մրցակցությունից դուք դուրս եք։
Կարճ ասած, իրականությունը ոչ թե խորհրդարանում կարդացած բառախաղն էր, այլ այն, որ կա հարկ, համարյա չկա պետություն։ Կա հարկ, չկա անվտանգություն։ Կա հարկ, չկա կրթություն։ Կա հարկ, չկա մաքուր օդ։ Կա հարկ, չկա ինքնիշխանություն։ Կա հարկ ու կա այդ հարկերից աշխատավարձ ստացող ձախողակ իշխանություն եւ վաղուց արդեն ժամանակն է, որ հարկ վճարողները գնահատեն իրենց աշխատանքի արժեքը, իրենց արժեքը, իրենց մուծած հարկերը եւ պահանջեն, որ այդ հարկերը չտնօրինի խումբ, որը արագ հարստանում է ու պետությանն ու ժողովրդին վերաբերում թշնամու պես։